Ողջույն, տաղավարում այսօր իմ հյուրն է ազգային ժողովի առաջին գումարման падգամավոր Սոս Գիմիշյանը։ Բարև ձեզ, պարոն Գիմիշյան։ Խնդրում եմ կարճ ներկայացրեք ձեր մասին, այնուհետև անդրադառնանք մեր բուն թեմային։ Ես ծնվել եմ Աղցխայում, արմատներով Էրզերումցի եմ, դպրոցը ավարտելուց հետո սովորել եմ Մոսկվայի Բաումանի ինստիտուտում, հետագայում Երևանի պետհամալսարան, ասպիրանտուրա, մասնագիտությամբ ֆիզիկոս եմ եղել, 88 թվականի փետրվարից զբաղվում եմ քաղաքականությամբ, հետաքրքրում եմ, մասնակից եմ առ այսօր։ Շատ լավ։ Ձեր կարծիքով այսօր Հայաստանում բազմաբևեռ թե միաբևեռ իշխանություն է տիրում։ Գիտեք, իշխանության տարբեր տեսակներ կան, այն ինչ որ գործում է այսօրվա սահմանադրությամբ, ծրագրավորված է, դա միաբևեռ իշխանություն է։ Այսինքն ընտրվում է ազգային ժողով, որ ընտրում է վարչապետ, այդ վարչապետը ձևավորում է կառավարություն եւ դատական համակարգ, այսինքն ամբողջ կառավարման համակարգը մեկ մարդու որոշման ներքո է գտնվում։ Մյուսը բոլորը սպասարկող կառույցներ են։ Նախկին սահմանադրությունը ենթադրում էր բազմաբևեռ իշխանություն, նա էլ էր թերություններ ուներ, այնտեղ ընտրովի նախագահ էր, ընտրովի ազգային ժողովն ու նախագահան համատեղ ձևավորում էին կառավարություն եւ նրանք նույնպես համատեղ ձևավորում են դատական համակարգ։ Նա թերություններ ուներ, պետք էր այդ թերությունները վերացնել, փոխարեն վերացնենք այդ թերությունները, ստեղծեցինք միաբևեռ իշխանություն, որն է դրա բացասական կողմը։ Դուք գիտեք, աշխարհում բազմաթիվ ուժային կենտրոններ գոյություն ունեն, ստվերում գործող, որոնք ձգտում են տարբեր երկրներում իրենց կողմից նշանակված մարդիկ կան իշխանության եւ այդ մարդկանց միջոցով կառավարեն այդ երկիրը իշա իրենց, ոչ թե այդ երկրների ժողովուրդներին։ Այդ իմաստով միաբևեռ իշխանությունը շատ վտանգավոր է։ Մեկ մարդուն, եթե կարողանում են համոզել կամ առնել, այսպես ասած, այդ դեպքում երկիրը ինքնիշխանությունը քայլ առ քայլ կորցնում է եւ երկիրը ծառայում է այլ ուժերի շահերին։ Դրա համար գտնում եմ, որ այսօրվա գործող համակարգը թերի է, նրանից պետք է ուշ շուտ հրաժարվենք։ Բազմաբևեռ իշխանության դրական կողմն է, որ այս բևեռները մեկը մյուսին զսպող են եւ հակակշռող։ Որպես օրինակ բերեմ առաջի ազգային ժողովի ժամանակ, երբ որ ազգային ժողովի մեծամասնությունը դառավ հակադիր դիրքեր ունեցավ առաջին նախագահան հրաժարական տվեց։ Այսօր այդպիսի բան հնարավոր չի, որովհետև նույն ազգային ժողովը, նույն վարչապետը, նույն ուժն է։ Դատական համակարգն էլ իրենք են ձևավորում, այսինքն իրենց զսպող եւ հակակշռող որևէ կառույց գոյություն չունի։ Դա համար մեկ մարդը կարող է մի ստորագրությամբ ոչ միայն Ղարաբաղ, այլ կարող է նաեւ Հայաստանը դարձնել Թուրքիայի վիլայետ օրինակ, Աստվածչան իհարկե, որ այդպես լինի։ Աստվածչան իհարկե։ Կառավարող մարմինն ասում է, որ իշխանությունը ժողովրդինն է, արդյոք դա այդպես է։ Տեսեք, իշխանությունը ժողովրդին է շատ հաճախ է կրկնվում, բոլորը դա հայտնի խոսքեր են, բոլորը շատ հանգիստ են դա ընդունում, բայց փաստացի, եկեք անկեղծ լինենք, որ քաղաքացին իշխանություն ունի այսօրվա սահմանադրությամբ, դա նախկինում մի քիչ ավելի էր, երբ որ ինքը 5 տարին մեկ անգամ գալիս է տեղամաս, ստացավ բյուլետեն, այդ պահից ինքն է որոշում ում պիտի կողմ քվեարկի, եւ մինչեւ գցելը ինքը իշխանություն ունի։ Հենց գցեց արդեն իշխանություն չունի 5 տարով, ինքը դառնում է ոչ թե երկրի տեր, երկրի իշխանություն տեր, այլ սպասարկող կառավարիչներին, իշխողներին սպասարկող։ Սա անընդունելի է։ Մեր խնդիրն է իմիջիայլոց աշխարհով 1-2 այսօր մարդկությունը 2 խոշոր խնդրեմ ունի։ Մեկը կառավարման համակարգի քայքայվող իրավիճակը, երբ որ ժողովուրդների մեծամասնությունը դեմ են իրենց կառավարիչներին, դա կարող է բազմաթիվ օրինակներ բերել աշխարհով 1, բայց նրանք իշխում են եւ ժողովուրդը իրավունք չունի 5 տարին մինչեւ չլրանա նրան փոխելու։ Սա մեծ խնդրեմ է, այս անջրպետը ժողովուրդ եւ իշխանություն օր-օրի խորանում է եւ դա ուշ թե շուտ բերելու է քաոսի, ցնցումների եւ այլն։ Դրա համար մարդկության մտածող հատվածը
փորձում է գտնել նոր կառավարման համակարգեր։ Ես ինքս նույնպես այդ խնդիրներով հետաքրքրում եմ երկար տարիներ եւ գտնում եմ, որ ժողովրդի իշխանությունը պետք է դարձնել անընդհատ։ Ինչ է դա նշանակում։ Ընտրեցի այսօր, ում եմ ընտրում։ Ժողովուրդը հիմնում է պետություն, չէ, իր տարածքում, ինքը պետության տերն է, ինքը իշխանության տերն է։ Այդ իշխանությունից ելնելով ինքը ընդունում է սահմանադրություն, որը հանդիսանում է որպես ծրագիր, որի ներքո պետք է գործեն բոլորը, եւ իշխանությունը եւ ժողովուրդը, դա ծրագիր է սահմանադրությունը։ Այդ ծրագրին համապատասխան ժողովուրդը անցկացնում է casting, այսպես ասած, ընտրություն, հա, ով պիտի պետական խնդիրներով իր անունից զբաղվի, այսինքն ծառայող է ընտրում։ Գալիս են մի 10-15 կուսակցություններ ներկայանում են, ասում են մենք պատրաստ ենք ժողովրդին ծառայել։ Այսպիսի ծրագրերով, այսպիսի տեսիլք ունենք։ Պարոն Գիմիշյան, իհարկե շատ հետաքրքիր է առաջարկը, բայց կարող եք օրինակ բերել որևէ պետության, որ ձեր ասած տարբերակով է առաջնորդվում։ Չէ, այսօր փաստացի ցավոք չկա, բայց առաջարկությունը հետևյալն է. ժողովրդին տալ սահմանադրական իրավունք, որ ինքը ցանկացած բայի, օրինակ Հայաստանում 3 միլիոն 100,000 ստորագրություն է հավաքում եւ կարող է նոր ընտրություններ նշանակի։ Ինչու՞։ Որտեղ ես այսօր կարող եմ ընտրություն եմ կատարել, մեծամասնությունը միշտ չէ որ շիտակ եւ ճիշտ է լինում, շատ հաճախ նաեւ փոքրամասնությունն է ավելի ճիշտ լինում։ Սխալվել է։ Մենք բոլորս իրավունք ունենք սխալվելու եւ չկա ժողովուրդներ, որոնք չեն սխալվում ղեկավար ընտրելուց։ Սխալվել եմ, մի տարվա ընթացքում իրավունք ունեմ ստորագրություն հավաքեմ եւ նոր ընտրություններ նշանակեմ, ասեմ այսպես. Հարգելի պարոն, մենք քեզ ընտրել ենք, որ դու կառավարես մեզ, քո մոտ չի ստացվում։ Արի կլինի դու զիջի քո տեղը, մենք նորին ընտրենք։ Բայց այս իրավունքը տալ տարին մեկ անգամ 100,000 ստորագրությունով։ Տեսեք ինչ խնդիրներ է սա լուծում։ Ոչ միայն այն, որ դու կարող ես նոր ընտրություններ նշանակել, այլ դու ստիպում ես նոր ընտրին, ինքը հաշվի առնի, որ ժողովուրդը կարող է 100,000 ստորագրություն հավաքելով քեզ պաշտոնանկ անի։ Բայց անընդհատ գա նոր համակարգ, ներողություն ընդհատում եմ, անընդհատ նորից նոր փոփոխություն, նոր կառավարությունը պիտի ծանոթանա այդ ամեն ինչին, շատ ռեսուրս պիտի ծախսվի, կարծում եք։ Տեսեք, արդիական է ձեր ասած տարբերակը այս բանին ակտուալ է։ Տեսեք, անհաջող կառավարությունը կամ ժողովրդի շահերին չծառայող կառավարությունը կամ իշխանություն, որը Աստվածչանի դրսի ուժերի ենթակա է, նրա վնասները շատ ավելի մեծ են, քան թե ընտրություններ անցկացնելը տարին մի անգամ, սա մեկ։ Հետո միշտ այսպեսի հայտնի, հա, լոզունգ կա, բոլոր խնդիրները ցանկալի է լուծել ժողովրդի կողմից անցկացվող հանրաքվեներով։ Հանրաքվեի նման մի բան էլ սա է։ Չեմ ասում, որ դա պարտադիր ամեն տարի պիտի իրականացվի։ Հավատացեք, եթե այդ տարբերակը կյանքի կոչվի, ես ձեզ վստահ ասում եմ, որ Հայաստանում ամեն տարի նոր իշխանություն է փոխվելու, որովհետև հնարավոր չի։ Իսկ ինչու՞մն է դրա բացասական կողմը։ Եթե ամեն տարի վերահաստատվի, որ դու նորմալ 100,000-ը դեմ է, 2,900,000-ը կողմ է։ Բայց տեսեք ինչից ենք մենք խուսափում։ Պարզապես ռեսուրսների խնդիր է կարծում եմ։ Ռեսուրս ընտրությունների ռեսուրսի մասին մի խոսեք։ Անհաջող կառավարությունը բյուջեի կեսը, եթե ոչ ավելին փոշիացնում եւ իսկ եթե կան նոր կառավարություն, նորից սկսի ծանոթանալ ծրագրերին, նորից ժամանակ կորցնի։ Գիտեք, արդյոք մեզ մոտ առաջընթաց կլինի այդ շրջանում։ Եթե 5 տարին մեկ նորից ենք անում, դա նորմալ է, իսկ տարին մեկը նորմալ չի։ Ես չեմ տեսնում այստեղ խնդիր։ Այստեղ հետևյալն ենք լուծում, տեսեք, հետընտրական բախումները բացառվում են, մեկ, երկրորդը, ժողովուրդը երբ որ այդ իրավունք ունի, կարիք չկա գնալ կառավարության դեմ, կանգնել եւ պահանջել հրաժարականը, հա, գործող իշխանության, բախվել զինվորների, հա, կարմիր բերետավորների, ոստիկանների հետ, նրանք էլ մեր զավակներն են, նրանք հայ մարդիկ են, չէ, ի վերջո ինչ որ մի ընտանիքի զավակներ են։ Ինչու մենք այս բախումները ստեղծենք։ Մենք ժողովրդին ասում ենք, դուք իրավունք չունեք։ Բախումները բոլոր դեպքերում լինելու են։ 6 ամսից կլինեն։ 6 ամսից կլինեն, պարոն Գիմիշյան, 7 ամսից կլինեն։ 6 ամսից հետո ես բախվեմ, եթե գիտեմ, որ ես կարող եմ այդ 6 ամսվա ընթացքում եւս 5 ամիս հետո փոփոխություն բերել նկատի ունեք։ Ես ասում եմ տարին մի անգամ, անպայման չի մի տարին լրանա։ 6 ամիս հետո, եթե մարդը ուզում է բողոքի, նկատի ունեք չի բողոքի, որովհետեւ գիտի հաջորդ 6 ամսին, արդեն 6 ամիս հետո եւս կփոխի իշխանությունը, իր քննադատությունը, իր բողոքը կներկայացնի, բայց բախման կարիք չի լինի։
Սահմանադրությունը պետք է ֆիքսի նաև, ով որ փորձի ուժային ճանապարհով իշխանություն փոխել, դա հանցագործություն է։ Քեզ իրավունք է տրված ստորագրահավաքի միջոցով դու կարողանաս նոր ընտրությունների գնաս։ Այդ գործող նախագահ նորից կարող է առաջադրվել եւ նորից կարող է հաղթել, վերահաստատվի նրա լեգիտիմությունը։ Ավելի լավ, հա, ինքը ավելի է ամրապնդվում։ Մեկ, երկրորդը, ինքը իմանալով, որ ժողովուրդը այդպիսի իրավունք ունի, ինքը կարող է վերաբերմունքը իր նրանց նկատմամբ, ովքեր որ իրեն դեմ են, փոխվում է, ինքը փորձում է նրանց սիրաշահել։ Ինչքան շատ սիրաշահի, բայց մեր նպատակն ինչ է, որ իշխանությունը հնարավորինս հարգանքով, սիրով վերաբերվի իր ընտրողին, իր ժողովրդին, բախումները բացառենք, անիմաստ դարձնենք, հակառակը նույնիսկ պատժելի դարձնենք սահմանադրորեն, հա, ոչ մի հեղափոխություն, ոչ մի ցնցում, ստորագրահավաքի միջոցով կարող ես փոխել քո ծառային, ի վերջո, ով է վարչապետը կամ երկրի նախագահան, նա ժողովրդի ծառան է, ծառայող։ Այդ դեպքում ամեն տարի մեր մոտ միանշանակ լինելու են ընտրություններ, եթե ձեր ասած մեխանիզմը մեր երկրում պիտի օրինակ ամեն տարի տեղի ունենային տարբեր լուրջ հարցերի վերաբերյալ հանրաքվեներ, բայց մենք չենք անում այդ հանրաքվեները, թող այդ հարցի շուրջ լինեն հանրաքվեներ, թող վերահաստատվի, որ այս ծառայողը մեծամասնության կողմից դրական է գնահատվում, ինքն ուժեղանում, ինքն էլ է ավելի վստահ գործում, որտեղ վերահաստատվում է իր, այսինքն մի տարի աշխատեցի, վերահաստատվեց։ Փաստացի մենք ստանում ենք մի իրավիճակ, երբ որ 1 տարի անց, հա, գործելուց հետո ժողովուրդը իրավունք ունի այդ ստորագրահավաքով անցկացնել նոր ընտրություն եւ դրա գլխավոր նպատակը այն չի, որ վերընտրվի կամ չէ, այլ այն փաստն է, որ այն պարտադրանքն է, որ ընտրված նախագահան ավելի ուշադիր, ավելի կորեկտ, ավելի սիրով կվերաբերվի իր ընտրողներին, իր ժողովրդին։ Նա երբեք իրեն թույլ չի տա կոպիտ արտահայտություններ, վիրավորական խոսքեր, հա, ժողովրդի հասցեին, այն ինչ որ այսօր տեղի է ունենում։ Եվ սա նաև մեզ օգնում է խուսափել այդ ընդհարումներից, կարիք չի լինի գնալ պահանջել իշխանության հրաժարական, հա, ընդհարվել զինվորականների ուժային կառույցների հետ, այս պահանջը ներկայացնելուց։ Ունես իրավունք ստորագրավակի միջոցով սահմանադրորեն ամրագրված փոխել իշխանությունը կամ վերահաստատել գործունեությունը, գործող իշխանության։ Եթե դու փորձում ես ուժային մեթոդներով իշխանություն փոխել, դա ճանաչվելու է հանցագործություն եւ պատժելի է։ Ցմա պատժիչ ներկայացնել ամրագրել նրան, ով որ փորձում է ուժային ճանապարհով իշխանություն փոխել։ Երբ որ ունես նոր, նորմալ սահմանադրական իրավունք, ասեմ ձեզ, այս խնդիրները մենակ մեր համակարգում չի, մեր սահմանադրությունում չի, այս պրոբլեմը ամբողջ աշխարհով մեկ կա եւ բազմաթիվ մտածող կենտրոններ, մարդիկ կան, որոնք փորձում են գտնել նոր մոդելներ կառավարման եւ տնտեսավարման։ Ես հիմնականում զբաղվում եմ, փորձում եմ գտնել այդ լուծումները կառավարման համակարգում։ Ցավոք սրտի այն ինչ որ առաջարկում եմ, որովհետեւ երկրում չկա, բայց դա չի նշանակում, որ դա կիրառելի չի։ Պարոն Կիմիշյան, 5 տարի падգամավոր եք եղել, ճիշտ է, առաջին գումարման ազգային ժողովի падգամավոր, ինչպես արդեն նշեցի։ Այդ ժամանակ հնարավորություն ունեիք նմանատիպ հարց բարձրացնելու։ Տեսեք, ես ձեզ առաջարկել եւ ձեր ձայնն էլ բավականին արժեք կունենար։ Այն ժամանակ հա բավականին ակտիվ падգամավոր էի, այն ժամանակ շատերը պես լրագրողների շատ շփումներ եմ ունեցել։ Ասեմ ձեզ համեմատելի չի այն գիտելիքները, որը ես այսօր ունեմ եւ այն ժամանակ։ Այդ պատկերացումները ես չունեի։ Ես ունեցել եմ 2 ուսուցիչ։ Մեկը Եգորյան Էդիկը, մեկը Նազարյան Վավոդյան։ Երկուսն էլ ինձ սովորեցրել են օրենսդրությունով զբաղվելու, շնորհք ձեռք բերել եւ սահմանադրական իրավունքի ուսուցիչը եղել է Նազարյան Վավոդյան։ Այդտեղով ես այսպես օր-օրի խորանալով ես ինքս շատ սիրով է ընդունում ժողովրդավարություն բառը։ Այսօր հասկանում եմ, որ ժողովրդավարությունը ամբողջ աշխարհով դա մանիպուլատիվ գործընթաց է դա։ Եվ դա լրջորեն տարբերվում է ժողովրդի իշխանության հետ։ Ժողովրդի իշխանությունը մի բան է, ժողովրդավարությունը գործընթաց է, որով աշխարհի ուժերը
ստվերային ուժերը փորձում են քո երկրում նշանակել են մարդկանց, որոնք իրենց ձեռնտու են։ Եվ ես ձեզ վստահեցնում եմ, բավականին ծանոթ եմ բոլոր այս գործող իշխանությունների 35 տարվա, բոլորն էլ չի եղել լրիվ անկախ, դա հնարավոր էլ չի, բայց այդտեղ հարցը նրանում է ինչքանով են իրենք կանխյալ եղել դրսի ուժերի ճնշումների։ Դրսի ուժերից այո, հասկացա նկատի։ Դա անհնարին է, բայց կարելի է, հա, որոշ հաշվի առնելով այդ ուժերի որոշ ցանկություններ, բայց լինել ազգային, լինել երկրին եւ ժողովրդին նվիրված, օրինակ բերեմ, հա, որ պարզ լինի։ Ղարաբաղի անկախությունը հանրաքվեով է հաստատվել Սովետ միության կազմում գոյություն ունեցող հանրաքվեի մասին օրենքով, որով երկիրը կարող էր Սովետ միության կազմից դուրս գալ։ Ղարաբաղի հանրաքվեն անկախության անցկացվել է ստորակետին, կետին, բառին, ոգուն համապատասխան։ Դրանից հետո մեր 4 իշխանություններից ոչ մեկը չի ցանկացել ճանաչել մեր եղբայրների անկախության հանրաքվեի արդյունքները։ Կարող եք ասել ինչու։ Որտեղ բոլորի նկատմամբ ճնշում է եղել, իրենց համոզել են, պարտադրել են, չճանաչեք։ Որտեղ ոնց կարող եմ ես իմ եղբոր անկախություն ազատությունը չճանաչեմ։ Այսինքն մենք ինքներս երբեք էլ անկախ չենք եղել։ Այո։ Հիմա խնդիրը հետևյալն է, քանի գնացել, այնքան ենթակայությունը մեծացել է։ Այս սահմանադրությունը, որ բերվել է Հայաստան, դա Ղարաբաղը հանձնելու օպերացիայի առաջի քայլն էր իմ գնահատմամբ։ Նախ պետք է հիմնադրվեր միանձնյա կառավարման համակարգ, որտեղ մեկ մարդը կարող էր ցանկացած վճիռ կայացնել։ Այս կառավարման համակարգը ներդրվել է այն պահին, երբ որ ժողովուրդը ուզում էր Ռոբերտ Քոչարյանից եւ Սերժ Սարգսյանի իշխանություններից ազատվի, Սերժ Սարգսյանը պատահաբար չի հայտարարեց, որ ինքը չի առաջադրվելու, միայն մի բան ժողովուրդը ուրախացավ, ասեց ինչ սահմանադրություն էլ լինի կընդունենք, միանակ թե Սերժ Սարգսյանը չառաջադրվի։ Այո, իրականում այդպես էլ եղավ։ Այսինքն բացարձակապես չէր հետաքրքրում այդ սահմանադրության բովանդակությունը։ Դա հատուկ տեխնոլոգիա մշակված քայլ է եղել։ Բերվեց այդ սահմանը, որից հետո Սերժ Սարգսյանը հայտարարեց, որ առաջադրվելու է։ Այդ պահին ժողովուրդը արդեն զայրանալուց, զայրույթից, այսպես ասած, ներքին պորտկումից ում էլ դնեին Սերժ Սարգսյանի դեմ, նա կընտրեր։ Եվ առաջի հերթին Սերժ Սարգսյան, Ռոբերտ Քոչարյան իշխանությունից զզվելով ժողովուրդը ընտրեց Նիկոլ Փաշինյանին զգալի մասը։ Այո, գաղտնիք չէ։ Այդպես է, հա, գաղտնիք չի դա։ Այսինքն այս քայլերը մշակված կիրառվել են դրսի թելադրանքով, քայլ առ քայլ բերել են Կիվեժյակի միանձնյա կառավարման համակարգ եւ ընտրված մարդ, որի ընտրությունը շատ իմաստներով կախված էր դրսի որոշումներով, վճիռներով էր պայմանավորված։ Դրա համար էլ ունենք այսօրեն ինչ որ ունենք։ Մենք պետք է անկախ այսօրվա նախքին սահմանադրությունը նույնպես բազմաբևեռ էր, ավելի բազմաբևեռ, ընտրովի նախագահ, ընտրովի ազգային ժողով, հա, երկու բևեռ։ Բայց նա թերի էր, որտեղ կառավարությունը ավելի շատ ենթակա էր նախագահին, ոչ թե ազգային ժողովին, սա լուրջ թերություն է։ Եվ երկրորդը դատական համակարգը ընդհանրապես կախման մեջ էր եւ նախագահից եւ ազգային ժողովից։ Այսինքն գործադիր եւ օրենսդիր իշխանությունը ձևավորում էր դատական համակարգ, որը չէր կարող գործել այս երկու ուժի կամքից դուրս։ Դրա համար էլ մեր երկրում արդարադատություն երբեք չի եղել։ Ես 35 տարի է մենք արդարադատության համակարգ չունենք։ Նույն կարծիքին կլինեիք, եթե ինքներդ լինեիք իշխանություն։ Այսօր այո, մինչև 2000 թիվը ես ողջունել եմ ժողովրդավարություն, հասկացությունը, հաստատումը ժողովրդավարության Հայաստանում երազել եմ։ 2000 թվականից հասկացել եմ, որ դա մեծագույն խաբեություն է, դա ընդհանրապես գործիք է։ Ինչու ինչ դա այդպես է եղել, ժողովրդավարություն եղել է մինչ 2000 թվականը։ Չի, այն ժամանակ էլ չի եղել, բայց ես չեմ հասկացել, որ դա կեղծ կատեգորիա է։ Չեմ 2000 թվականից հասկացա, որովհետև ինչքան վատ էր մեր ընտրություններ անցկացնում, ինչքան շատ էր կեղծվում, այնքան աշխարհը, որը վերահսկում էր իբր մեր ընտրությունները, ասում էր մի քայլ առաջ է։
այլանդակ կեղծիքներով ընտրությունը նա ճանաչում էր մի քայլ առաջ, հասկացա, որ այնուամենայնիվ ընդունում եք, որ ընտրություններին ընտրակեղծիքներ միշտ եղել են Հայաստանում։ Միշտ են եղել։ Չկա բացառություն 1-2 դեպք ունեն։ 2 դեպք կարող եմ ես նշել, որ մենք քիչ թե շատ ընտրություն ենք ունեցել։ Դա 91 թիվ եւ երբ որ Վազգեն Սարգսյանն ու Կարեն Դեմիրճյանը ազգային ժողովի մեծամասնություն ընտրեցին եւ կառավարություն ձևով։ Այս 2 դեպքը։ Դուք այդ ժամանակ պատգամավոր էիք արդեն։ Երկրորդի դեպքում ոչ։ Իսկ առաջինի դեպքում։ Առաջին դեպքում այո, հա։ Իսկ կարելի է ենթադրել, որ դուք այդ ժամանակ պատգամավոր եք եղել, դրա համար եք մատնանշում, որ այդ ժամանակ է եղել առանց ընտրակեղծիքի ընտրություն։ Դե կներեք, այդ ժամանակ, երբ որ ես պատգամավոր էի, եղել է 95 թվականի ազգային ժողովի ընտրությունները կասկածելի, 96 թվականի նախագահի ընտրությունները կասկածելի։ Այդպես չի, որ 91-ը ես չեմ եղել պատգամավոր։ 91-ին ես քաղաքի պատգամավոր էի, ազգային ժողովում չէի։ Բայց երբ որ ես պատգամավոր էի, այդ ժամանակ էլ չեք գիտակցել, որ ընտրակեղծիքներ կան, նոր եք գիտակցում։ Այդ ժամանակ գիտակցել եք, իսկ առաջարկներ չեք ունեցել այդ ամենը վերահսկելու կամ վերացնելու համար։ Գիտեք, ես դրա համար էլ ընդդիմադիր կեցվածք եմ ունեցել, ցավում եմ, դա ծանր գործ է։ 10 տարի Ռոբերտ Քոչարյանին, 10 տարի Սերժ Սարգսյանին, 2 տարի Լևոն Տեր-Պետրոսյանին ընդդիմադիր եմ եղել։ Այսօրվա իշխանության հետ նույնպես ընդդիմադիր կեցվածք ունեմ։ Այդ պատահական չի, քննադատել եմ, ամբիոնից ելույթ եմ ունեցել, ամբիոնից նշել եմ այդ կեղծիքները, այդ անօրինականությունները ընտրական գործընթացի։ Տեսեք, ընտրական գործընթացը ինչի է անօրինական, հիմնականում բարձրաձայնել եք, բայց փաստորեն ձայն բարբարո հանապատի դա եք ասում։ Դե գիտեք, մեր պարտքն է, մեր կարծիքը, մեր խղճին եւ ոգուն համապատասխան արտահայտել, ազգային ժողովի ամբիոնը դրա համար է, որ դու փաստարկված, ոչ թե դատարկ քննադատություն է, դատարկ քննադատ։ Ուղղակի փաստում եք, որտեղ չի հասել այնուամենայնիվ։ Փաստում ես, որ այսպիսի խնդիրներ են առաջացել, ունենք, եւ սրանք անհրաժեշտ է շտկել։ Լուծումներ չեն գտել փաստորեն։ Լուծումներ այն ժամանակ չեն գտել, ճիշտն ասած, այն ժամանակ այսօրվա լուծումները, որոնք ես առաջարկում եմ, իմ մոտ չկարել։ Այո, ես հասկացա, արդեն նշեցի։ Հա, մտածել երկար եւ մտածելու, փորձ ձեռք բերելու արդյունքում, միտքս ավելի պայծառացնելու արդյունքում կարողանում եմ այսօր առաջարկություններ անել։ Դա քննարկման ենթակա բաներ են, դա աքսիոմաներ չեն։ Եվ այս առաջարկությունները ես աշխարհում տարբեր կենտրոններ գոյություն ունեն, որոնք իսկ նույնպես զբաղվում են այս կառավարման համակարգի փոփոխությունների արդիականացման հետ, իրենց հետ եմ կապի մեջ համագործակցություն կա։ Կան օրինակ այսպիսի հետաքրքիր առաջարկ, իշխանությունը բուրգ է, բուրգի գլուխը կտրել, միաբևեր չթողնել, էլ նույն խոսակցությունն է, միաբևեր թե բազմաբևեր, հենց բուրգի գլուխը կտրում է։ Հետաքրքիր է միայն թե իրականանալի լինի։ Առաջարկը ինքնին հետաքրքիր է։ Ինձ համար ես չեմ տեսնում խնդրեմ, որ դա իրականանալի չի։ Դա չի իրականացվի։ Քանի որ աշխարհում չկա նախադեպ, հայ ժողովուրդը այնքան բան է առաջ։ Շատ դժվար կլինի հասնել հայ ժողովուրդը այնքան բան է տվել աշխարհին, որը գոյություն չի ունեցել։ Ճիշտ է, դա շատ շուտ է եղել, բայց դա ոչ մի բան չի նշում։ Ես միայն ուրախ կլինեմ, եթե իսկապես դա մենք կարող ենք նաև գաղափարներ արտահանենք։ Միայն ապրանք չէ, որ հա պետք է արտահանել, նաև կարող են գաղափարներ արտահանել։ Իսկ ինչու ոչ։ Ինչն է խնդրեմը, որ օրինակ ժողովրդի իշխանությունը դարձնենք անընդհատ, ոչ թե 5 տարին մեկ։ 5 տարին մեկ մեզ օրինակ այսօր ընտրությունը, ընտրությունա, դրսի ուժերը կազմակերպում են իրենց ծառամ արդեն նշանակում։ Խափելով մեզ, քաղաքական տեխնոլոգիաներ, բան, քարոզչություն կիրառելով, հնարավոր է։ Չկա ժողովուրդ, որին չեն խափել, չկա, վստահեցնում եմ ձեզ։ Նշանակեցին, ինչի պիտի մենք 5 տարի նրան հանդուրժենք, ինչի պիտի մենք նրանից ազատվելու համար գնանք բախվենք ուժային կառույցների հետ, որտեղ մեր զավակները, մեր տղաներն են, մեր երեխաներն են, չէ՞, զինվորները։ Հասկացա ես ձեզ, այնուամենայնիվ հուսանք, որ առաջիկայում կլինի այդպիսի հնարավորություն, թեպետ կարծում եմ բարդ բան եք ասում, այնուամենայնիվ այսօր սահմանափակվենք, հա, այսքանով, քանի որ մեր ժամանակը անսպառ չէ։ Ես
Շնորհակալ եմ, որ հրավերս ընդունեցիք եւ կարծում եմ սա մեր միակ հանդիպումը չի լինի, կլինի մեր հանդիպումները շարունակական, որովհետեւ խոսելու քննարկելու թեմա դեռ շատ ունենք, պարոն Գիմիշյան, եւ հիշեցնեմ, որ իմ հյուրն էր Քրիստոնյա ժողովրդական վերածնունդ կուսակցության նախագահ Սոս Գիմիշյանը, ով նաեւ ազգային ժողովի առաջին գումարման падգամավորներից է եղել։ Ես էլ եմ շնորհակալ հրավերքի համար եւ կարծում եմ, որ եւս այլ խնդիրների հետ կապված լուծումներ ունեմ, հետաքրքիր կուզենայի կիսվել ձեզ հետ, մեր հասարակության հետ։ Դրա առիթը դեռ կունենանք միանշանակ։ Ուրախ կլինեմ։